ամրապնդել կայուն համագործակցության ուղին։ Այս այցի նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է հայացք դնել Իրան-Ադրբեջան հարաբերությունների պատմությանը։ 1991 թվականին Ադրբեջանի անկախացումից ի վեր երկու երկրները չնայած քաղաքական վայրիվերումներին մշտապես ընդգծել են երկխոսության գիծը և պատմական ու մշակութային կապերի պահպանման անհրաժեշտությունը։ Երկար ընդհանուր սահմանը, սոցիալական և կրոնական ընդհանրությունները, ինչպես նաև տնտեսական կարիքները միշտ հիմք են հանդիսացել համագործակցության համար։ Վերջին տասնամյակներում Թեհրանն ու Բաքուն պարբերաբար տնտեսական հանդիպումներ են անցկացրել և բազմաթիվ համատեղ նախագծեր են իրականացրել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։ Իրանի 14-րդ կառավարությունը նույնպես իր գործունեության սկզբից ի վեր առաջնահերթություն է տվել հյուսիսային հարևանի հետ ակտիվ դիվանագիտությանը։ Տնտեսական ոլորտում հարաբերությունների ներկայիս վիճակը բավականին հեռու է եղել ներուժի մակարդակից։ Երկու երկրների միջև առևտուրը 2024 թվականին հասել է մոտ 580 միլիոն դոլարի, որի մեծ մասը կազմել են Իրանի արտահանումները Ադրբեջանում։ Թեև իրանցի պաշտոնյաները նպատակ են դրել առևտրի ծավալը 5 տարվա ընթացքում հասցնել 10 միլիարդ դոլարի, սակայն այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համատեղ ենթակառուցվածքների զարգացում։ Ռազմավարական նախագծեր, ինչպիսիք են Ռեշտ Աստարա երկաթուղի, Աստարա կամուրջը, Աղբանդի կամուրջը և Արաքսի միջանցքը կարող են անմիջականորեն ամրապնդել Իրանի դիրքերը տարածաշրջանային տարանցիկ ոլորտում և ընդլայնել երկու երկրների միջև առևտրային ուղիները։ Միևնույն ժամանակ առևտրի աճի համար անհրաժեշտ միջոցառումներից են սահմանային խոչընդոտների վերացումը, վիզաների յուրացումը և համակցված տրանսպորտային մեխանիզմների թարմացումը։ Անվտանգության և տարածաշրջանային ասպարեզում Բաքվի ու Երևանի միջև անցյալ ամռանը կնքված խաղաղության համաձայնագիրը նոր մթնոլորտ է ստեղծել Հարավային Կովկասում։ Համաձայնագրի տեքստի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լրատվամիջոցների ենթադրություններին հակառակ չկա որևէ դրույթ օտարերկրյա ուժերի ներկայության կամ մեկ կողմի վերահսկողության տակ միջանցքի ստեղծման վերաբերյալ։ Մասնագետները նաև կարծում են, որ Իրանը իր հարևանության և տնտեսական ու անվտանգային շահերի պատճառով պետք է կառուցողական դեր խաղա տարածաշրջանում կայուն լուծումների պարզաբանման գործում։ Եվրասիական վերլուծաբանների առաջարկած տեսակետները ցույց են տալիս, որ տարածաշրջանում նոր երթուղիների ստեղծումը կարող է հնարավորություններ ստեղծել առանց սպառնալու Իրանի և Հայաստանի սահմանը, եթե այս երթուղում չակտիվանա ոչ տարածաշրջանային դերակատարների ներկայությունը։ Նոր մթնոլորտի ձևավորմամբ և տարածաշրջանային հավասարումներում Իրանի դերի նկատմամբ Ադրբեջանի ուշադրության հետ մեկտեղ Թեհրանը փորձում է Բաքվի հետ հարաբերությունները հեռու պահել անցյալի լարվածությունից և դրանք հասցնել կայուն ու ռազմավարական մակարդակի, ամրապնդելով հարևանության դիվանագիտությունը, կառուցելով վստահությունը և իրականացնելով համատեղ նախագծեր։ Թանկագին բարեկամներ, ձեր ուղղությանը հանձնեցինք շաբաթվա ամփոփում հաղորդաշարի հերթական թողարկումը։ Սիրելի բարեկամներ, Թեհրանի ռադիոյի հայերեն ձայնի բոլոր հաղորդումներին հետևելու համար այցելեք iranradio.ir/hy փայգեջը։ Ավարտեցին Իրանի Իսլամական Հանրապետության հայերեն ռադիոժամի այս հաղորդումները։ Մեր ամենօրյա արտասահմանյան հաղորդումները եթեր են հեռարձակվում Երևանի ժամանակով ժամը 20:20-ից մինչև 21:20 րոպեի ընթացքում 49 մետրալիզի վրա 5905 կիլոհերց հաճախականությամբ եւ ժամը 23:20-ից մինչև 00:20 րոպեի ընթացքում միջին ալիքի վրա 702 կիլոհերց հաճախականությամբ։ Հայերեն ռադիոժամի արտասահմանյան թողարկումներին կարող եք հետևել նաև ռադիոժամի parson.ir/hy set-up box-ի բջջային հավելվածի Iran Sat box 526 կետնի
եւ Մոնակո 52.5 Արմանյակների